Ղեկավար պատրաստվի Աշոտ Հարությունյան։ Հարգարժան նախագահող, հարգելի հայրենակիցներ, հարգարժան արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր այսօր այս պահին նայում են մեզ Բաղրամյան պողոտայում հավաքված եւ ընդհանրապես համացանցով հետևող մեր հարգելի քաղաքացիներ։ Այստեղ շատ հարցեր է քննարկվում, շատ բաներից խոսվեց։ Կփորձեմ ես լինել շատ հակիրճ, կարճ, որպեսզի խնայեմ նաև մեր գործընկերների ժամանակը, որոնք ուզում են խոսել։ Ամեն ինչի մասին խոսվել է այս 7 տարիների ընթացքում։ Ամեն ինչ ասված է, ամեն ինչի մասին խոսվել է, մի բան էլ ավել։ Գնահատականներն էլ են տրվել, փողոցներ էլ են փակվել, մարդիկ էլ են պայքարել, ամբիոններից էլ են խոսել, բայց եկել հասել ենք մի իրավիճակի, որ այո, միակ լուրջ քաղաքական գործիքակազմը մնում է impeachment-ը, որը այսօր այս դահլիճում կարելի է ասել իրոք որ մեկնարկեց։ Ինչի, որովհետև եթե հավատանք Հայաստան դաշինքի հայտարարությանը, որ իրենք միանում են, ողջունելի քայլ է եւ այս պահին, այս հարցով արդեն իսկ մենք ունենում ենք 34 պատգամավոր։ Այս հարցին ես կանդրադառնամ նաև վերջում, բայց ես ուրախ եմ միայն, որ վերջապես իրենք գտան, որ կա impeachment-ի հիմքեր, որտեղ այն ժամանակ ասում էին չկա impeachment-ի հիմքեր։ Թե ինչ տեղի ունեցավ, մենք կարող ենք արձանագրել, որ այս լսումները, այս մակարդակի արտախորհրդարանական ուժերի համախմբումը, այս մակարդակի մասնագիտական եւ փորձագիտական շրջանակների համախմբումը բերեց իրոք քաղաքական ինչ որ մի դրական քայլի։ Այսինքն, եթե նախորդ բանախոսը ասում էր 2 լավ բան եղավ, ես մի քիչ համաձայն չեմ, եղավ 1.5 լավ բան, որովհետեւ Պարոն Աղազարյանի հետ կարծում եմ բանակցելու ժամանակն է, որպեսզի այս մանդատների քանակը դառնա 36 եւ իհարկե մուտք չանելով ԱԺ աշխատակազմ, այդ 36 ստորագրությունը իրոք մի հետաքրքիր կախարդական իրավիճակ է ստեղծելու, բայց դրա համար պետք է աշխատել, ցավոք սրտի ես այսօր ազգային ժողովում չեմ կարող այդ հարցով օգնել ուղիղ բանակցությունների եւ բանի, բայց կարծում եմ պատիվ ունեմ խմբակցությունը, որ այսքան դժվար, ծանր գործընթացը իր ուսերի վրա տարավ, ընդամենը մի քանի հոգով այս գործընթացը սկսեց եւ նաեւ այն քաղաքական ու հասարակական գործիչները, որ փողոցում, լսարաններում կամ համացանցում իրոք աշխատեցին այս ուղղությամբ, բերեցինք, հասցրեցինք այսօրվան։ Այնպես որ անհնար բաներ չկա եւ վերջինը ամփոփելով ասեմ շատերը այս նույն հարցն են տալի, իդեպ լրագրողներն են այս հարցը տալի։ Ասում են, բայց ելնող է, բայց չի բավարարում ձայները։ Ուրեմն նայեք, ասեմ ձեզ, աշխարհում ոչ մի impeachment չի սկսվել բավարարող ձայներով։ Ոչ մի impeachment է եղել պատմության մեջ բավարարող ձայներով, այն էլ չի հասել impeachment-ի, դա ուրեմն Նիքսոնի հայտնի իրադարձություններ ԱՄՆ-ում, ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի impeachment-ն էր, որ չհասավ այդտեղ հարցը, որտեղ արդեն պարզ էր, որ impeachment-ը լինելու է, ինքը հրաժարական տվեց։ Հետևաբար խոսել նրա մասին, որ դե բավարար ձայներ չկա, երբեք էլ չի լինում այդ բավարար ձայները, որ բավարար ձայներ լիներ, էլ էս ամեն ինչ ինչի համար էր։ Հետևաբար գնդակը այս պահին, եթե լինենք կոնկրետ, ինչ որ ուրիշ տեղեր չշեղվենք, գտնվում է Հովիկ Աղազարյան եւ կամպանիա, այսպես ասած, իրավիճակում։ Եթե ստացվում է դա էլ անել, ես էլ եմ ասում 36 ստորագրությունը իզորու է կախարդական փոփոխություններ անել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բաբայան։